քանի այնպես է տեղի ունեցել, որ կամազը ավազ տեղափոխով կողաշրջվել է եւ պայթել է, արդյունքում իր հետ պայթեցնելով 3 այլ մեքենաներ, վնաս պատճառելով նաեւ իմ մեքենային եւ այնպես է ստացվել, որ ամբողջ ծուխը, այդ ուգառնի գազերը լցվել են մեր երրորդ մուտք եւ բնակիչներին տարհանել են, որպեսզի առողջ Զերի արդյունքում հրդեհը 16:01-ից մինչև 16:40 չէին կարողանում 3 հրդեհ հագցնող մեքենաներ էին ժամանել եւ հազիվ հանգցրեցին, բայց դեռ ծխում է։ Հիմա արդեն քննչական գործողություններ են տեղի ունենում, կարող եք մոտենալ եւ տեսնել։ Այսինքն մեքենաներից մեկը ձերն էր, 4։ Մեքենաներից մեկը, որի ամբողջ հետնամաս, ֆարերը, բամպերը այրվել է, այո, իմն էր։ Կայանած էր ներքևում, իմը բախտս երևի բերել է, այդ կրակի հետևանքով է, իսկ վերևի կայանած մեքենաներին բախտը չի բերել, ցավոք սրտի, նրանք ամբողջովին այրվել են, կարող եք տեսնել արդեն մոտենալով։ Մեքենան ամբողջությամբ արվել է, ձերը կիսը։ 2-3 կարծում եմ, որովհետև վերևը կայանած մեքենաներն են եւ կամազը, որը կողաշրջվել է եւ դուք պրոստը չեք պատկերացնում, հեսա ձեզ ցույց տամ Առաջին իսկ կադրերը, որ հենց իմ պատուհանից էր, հա, հենց պատուհան, առաջինը ես եմ ահազանգել, նախագահականի տղաները հետո կանչեցին 911 եւ շտապօգնություն եւ այլն։ Նշեցիք, որ չէին կարողանում մարել, դժգոհ եք աշխատանքներից, դժվար են։ Չէ, ասում եմ, այս երկրում միակ կառույցը, որ նորմալ աշխատում է, բարեբախտաբար հակահրդեհայինն է եւ ԱԻՆ-ը, որոնք պարտաճանաչ կատարում են իրենց աշխատանքը եւ միշտ ճիշտ ժամանակին արձագանքում են բոլոր խնդիրներին, իսկ քաղաքապետարանին, որին ամիսներ, նույնիսկ տարի շարունակ դիմում է եւ ասում է հարգելիներս, նման տեղում նման շինարարություն չի իրականացվում, որովհետեւ հարմար չի, խանգարում է անցուդարձին գիշերը չեն կարողանում քնել, որովհետև ծանր տեխնիկան միջև բարձրանում է, ահավոր աղմուկ է ստեղծում, ինձ էլ հիստերիկ, էլ գիժինչացեց քաղաքապետարանի աշխատող թեժգծի աղջիկները անվանեցին, որովհետև ասում էի չի կարելի, օրինակ գերմանացի ռազմագերիների կողմից կառուցված բուլժնիկ հայերեն թարգմանությունը չգիտեմ, որոնք որ ապահովում են ձմեռային սառցակալումներից երթևեկությունը բնակիչների, այդպես այլանդակ կերպով քանդել։ Խայտառակ իրավիճակ էր, ամիսներ շարունակ ու արդյունքը հասանք նրան, որ տեղի ունեցավ ամենաթողության արդյունքում իշխանական ընտանիքի կապերով ստեղծված շինարարության արդյունքում տեղի ունեցավ նմանատիպ ահռելի հրդեհ, որը վնաս պատճառեց բազում մարդկանց։ Իշխանական ընտանիքի մասին խոսում։ Ասեմ, բոլորը այս տարածքում գիտեն, որ նմանատիպ շինարարություններ այս տարածքում, Սարմեն 92-ի շրջակայքում, միայն Ալեն Սիմոնյանի թեթև ձեռքով է տեղի ունենում եւ նրա միջնորդությամբ կողքի շենքն էլ ասում են նրան է պատկանում, իհարկե դա ասեկոսներ են, բայց մենք բոլորս գիտենք, որ ասեկոսները պրոստը տակ չեն լինում մեր երկրում։ Կարծում եք դրա հետևանքով է սա։ Այո, որովհետև ամեն ինչի թույլտվություն տալիս են, ստորագրում են ամեն ինչի տակ, արդյունքում լինում է այն, ինչ լինում է։ Իսկ պատճառը ուղղակի նեղ էր եղել, հա, տեղը մամուլում այդպես էին ասում։ Արգելակները չի պահել կամազի, ավազ տեղափոխող կամազի արգելակները չի պահել, հետ է մեքենան եկել, փորձել է նորից գան, բախվել է պատին, հետո կողաշրջվել է, տրաքել է, արդյունքում գազ է եղել մնացած մեքենաների մեջ, նրանք էլ են պայթել եւ ահռելի հրդեհ է բռնկվել, որ անընդհատ պայթում էր։ Ես իմ բնակարանում, պատկերացրեք, մեկ սենյակից մյուս սենյակ վեր եմ թռել այդ ահռելի պայթյունից, մտածելով թե տերակտ է տեղի ունենում մեր երկրում, այն էլ Բաղրամյան 26-ի հարևանությամբ, որը որ երբեք նմանատիպ միջադեպ այս տարածքում մենք երբեք չենք տեսել ու տեսնում եք ինչի արդյունքում ինչա տեղի ունենում։ Ձեր անազգանիկ Արփինե Վարդանյան, Սարմեն 92-ի բնակիչ։